համար, արա էլի։ Եվ կուզես խոսես։ Առաջին միտքը որ եկավ, ուզեցի ասել թե Գավառիկ ջան, ամեն ինչ արդեն ասված է։ Դահլիճից ինչու չեք հետևում, պարոն Սիմոնյան։ Դահլիճից ինչու չեք հետևում։ Որ բանի չլցվի։ Չէ, պետք չի դահլիճը լսի, քան բանտարկյալների թեմայից։ Ոնց է ձեր բաներին ում էլի։ Բայց ամենաբավարարը այն է, որ սկսում ենք անտարբեր դառնալ ամեն կատարողին։ Ու ես այդ իմ վրա եմ զգում, դրա համար իրոք ցավ եմ։ Մտածում եմ ինչից սկսեմ, Բժիշկա մտովի ճիշտ ասած հետ գնացի մարտի 1 եւ ուսանող էի 2008-ին։ Այն ժամանակ էլ դիմաց հայացքների ու հաջորդ իշխանությունների ժամանակ էլ Կամերադեսպանատը ամեն դեպքում ներկայացուցիչ ուղարկել է Եվրամիության դեսպանների երկրի բարերը մեկնաբան են որոշում։ այդ օրերի մասին քաղաքացիների մասին։ Չէ, այսինքն կարևորում են, որ Հայաստանում իսկապես քաղբարտարկյալների խնդիր կա, պարոն Սիմոնյան։ Այո։ Գործող անձի Ազգային ժողովի դահլիճում ուղի եթերով ով ինչ ուզում ասում է, բայց Հայաստանում կան բանը քաղաքական խոսքի եւ քաղաքական Առաջին շարքում հիմա լուսանկարներն են, առաջին այդ վարչապետի աթոռին դրված է Աջապահյանի, Սրբազանի։ արարքներ անելու համար դրա գնահատականը այս շատ առաջ մարդիկ երեկվա Խոսքը քրեորեն պատժելի է, մարդը խոսքի համար է դատապարտված։ այս մարդիկ խոսք չեն ասում, քիչ դատապարտված են։ Դե ձեր այս տեմպերով իրանց է կհարցնի հերթը։ Դա ոչ մեկ չի կարող ասել, բայց մարդիկ այս մարդիկ ավելի պակաս են դիմադիր են։ Հետո ընտրությունները։ Հետո Արցախի կորուստը։ Այս մարդիկ պակաս են։ Դե դուք ավելի ազդեցիկներին եք։ հերթով Այս տեմպերով Ով ավելի ազդեցիկ է, նրան չեզոքացնում եք։ Այսինքն այս մարդիկ ազդեցիկ չեն։ Չեմ ասում եմ ավելի ազդեցիկ են։ Իշխան Սաղաթելյանը, Սերյան Օհանյանը, Ռոբերտյանը, Սերժ Սարգսյանը ավելի ազդեցիկ չեն։ Դե գործեր կան իրենց վրա։ Կոռուպցիայի, այսինքն իրենք կոռուպցիաներ չեն նորի բաց, որ կոռուպցիա դեր։ Այսինքն դա ի՞նչ տենդենցիա է։ Ես ասել եմ, ով ինչ քրեական հանցագործություն է անում, գալսա սկսում է քաղաքականությամբ զբաղվել, որ ասում է քաղաքական հետապնդում։ Սա ամենավառ ապացույցն է, որ այս ամեն ինչը կատարվում է նոնսենս, որտեղ հեսա ազատ խոսքի արտահայտում։ Ուղիղ Կոտրել է հույսը ես ձեր Վերածնացել է ձերքը աշխարհի